աննախադեպ վատ բաներ այո տեղի ունեցան։ Փորձեր խեղաթյուրելու ժողովրդի կամքը, փորձեր խեղաթյուրելու ընտրության իրական պատկերը, եւ սրա մասին շատ ենք խոսել ենք նաեւ Սահմանադրական դատարանում։ Իրականում ընտրակաշառքի աննախադեպ ծավալը, որի հետ կապված մենք դատողություններ յուրաքանչյուրս կարող ենք անել լսելով ձայնագրությունները, որոնք իրավասու մարմինն է հրապարակել։ Այո, դրսից եկած եւ քվեարկող մարդիկ, դրանից հետո հանրային պահանջ ձևավորվեց, որ ունենանք կարգավորում, որ ընտրելու իրավունք ունենան միայն Հայաստանի Հանրապետության հետ կայուն եւ կենսական կապ ունեցող անձինք, այսինքն այն անձինք, որոնք որ X ժամանակահատվածում ապրում են եւ արարում են այստեղ, որպեսզի ընտրությունների իրական պատկերը եւ ժողովրդի իրական կամքը չխեղաթյուրվի։ Ինքը ֆորս մաժոր էր Տիկին Գալյան ու կյանքը ցույց տվեց, բայց նույնիսկ այդ պայմաններում հաղթահարվեց, սա է հետաքրքիրը։ Ես մեր փիլիսոփայական լոգիկայով եմ բան ուզում հարցնել, էլի ընդդիմությունը մեկա չի ընդունում էդի։ Իհարկե ասում են չկա դատական ակտ ուժի մեջ մտած ոչ մի, ասենք այդ կոռուպցիոն գործերով, ապացուցված։ Ոնց եմ պատկերացնում, որ մեկ օրում պետք է հենց այդ հարցը։ Ինչ պետք է անել դրա դեմ։ Պարզ չէ, որ ասենք եթե այսօր ինչ որ մեկը մեկին կաշառք է տալիս, ոչ թե պատասխանատվության է ենթարկվելու վաղը, այլ են վերադառնանք իմ նախորդ ասածներին, այդ իրավական process է։ Ենթադրում է ինչ որ ժամանակ, ենթադրում է գործողություններ եւ այլն, 1-2 տարի հետո նոր վրա է հասնում պատասխանատվությունը։ Չի կարող այդպիսի տրամաբանություն գոյություն ունենալ, որ այսօր մեկը ենթադրենք բռնվեց, թեկուզ հենց կաշառքը տալուց, հա, իրեղեն ապացույցը ձեռքում եւ վաղը կլինի դատական ակտ։ Ոչ։ Դա ուղղակի բան է, արդարացում է ինչ որ, շատ անհաջող արդարացում է իրականում, որովհետեւ չի կարելի, ես չեմ ուզում քաղաքական աստար տալ շատ, բայց չի կարելի այդ չափ հիմարի տեղ դնել Չէ, չի կարելի հիմարի տեղ դնել ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը իրականում հիմար չի, շատ լավ ամեն ինչն էլ տեսնում է, շատ լավ ամեն ինչն էլ հասկանում, բայց ես անձամբ ես մտածել եմ շատ այս մասին եւ ես տեսել եմ անհաջող փորձեր ժողովրդին հիմարացնելու։ Ուղղակի եւ ստացան պատասխանը եւ ես կարծում եմ որ դեռ կստանան։ Ժողովրդի կողմից։ Ժողովրդի կողմից միանշանակ։